Ողջույն։ Հայաստանին այսօր բացի նոր իշխանությունից, իհարկե, օդ ու ջրի պես անհրաժեշտ են ներդրումներ։ Օտարերկրյա ներդրումներն այս իշխանության գլխավոր խոստումներից մեկն են ու ամենամեծ տապալված խոստումներից։ Ավելին, մեր երկրից ու առավելապես օտարերկրյա բիզնեսը ավելի շատ փախչում է։ Ու այն դեպքում, երբ Հայաստանի կառավարությունը խոստացել է տնտեսական հեղափոխություն, բոլորը հերթ էին կանգնած, իբր սպասում էին, որ էլ Սերժը չլինի, բոլորը իրենց փողերն առած գալու էին։ Հիշում ենք, չենք մոռանում։ Իհարկե, դատական քաոսի, խոշոր ընկերություններին փայ մտնելու, քաղաքական շարժառիթով ձեռքներից բիզնեսը խլելու, կոռուպցիայի մեծ մակարդակի, Արևմտյան Ադրբեջան թեզի եւ այլնի պայմաններում անհնար է խոսել ներդրումների մասին, ու ինչպես իրենց սիրած ոճով, որ մի բանը չեն կարողանում անեն, կամ հանձնում են, կամ փչացնում եղածը, ցեխ են շպրտում նախկինում կատարվածների վրա։ ԿՊ-կան падգամավորը օրինակ ասում է, երբեմնի հսկա գործարանը վերացրել են ու տեղը առևտրի կենտրոն բացել, խոսքը վերաբերում է Սամվել Կարապետյանի կառուցած Rio Mall-ին։ ԿՊ-կանը իհարկե չի ասում աշխատող, աշխատատեղ ունեցող գործարան են քանդել ու սարքել առևտրի կենտրոն, թե ավերակ շենքը, որը տասնամյակներ բարձի թողի վիճակում էր։ ԿՊ-ականին ձեռք չի տալիս դա ասելը։ Մեր ձևով արձագանքում է, որ 90-ականներից ավերակ մնացած տարածքը բարեկարգել են, կառուցել ու ապահովել 500 աշխատատեղ։ Նիկոլ Փաշինյանի իշխանության ամենատարածված թեզերից է, որ մինչև հիմա օգտագործում են, իբր Քոչարյանի օրոք սաղ տվին ռուսին։ Էլի էս նույն ոճն է, իրականությունից մեծ տարբերությամբ։ Հիմա մոտենում են ընտրությունները եւ վստահաբար էլ ավելի մեծ ուժգնությամբ են սկսելու կրկնել իրենց ստերը ու մանիպուլացնել իրականությունը, դե դեղին մամուլի լավագույն ավանդույթներով։ Խոսքը գույք պարտքի դիմաց 25 տարի առաջվա գործարքի մասին է, որին իրականում միայն վաճառքել չի կարելի ասել, այլ ավելի շուտ օտարերկրյա ներդրում էր պարտքի դիմաց։ Օրերս աջակիցների հետ հանդիպման ժամանակ հարց բարձրացվեց այդ չարչրկված թեմայի վերաբերյալ եւ նախագահ Քոչարյանը գուցե անտեղյակների համար շատ ուշագրավ բաներ ասաց։ Նախ հիշեցնեմ, որ գույք պարտքի դիմաց անվանումը ստացած գործարքը կնքվեց 2002 թվականի նոյեմբերին։ Դրանով Հայաստանը մարեց Ռուսաստանի Դաշնությանը մինչ Քոչարյանի իշխանության օրոք կուտակված պետական պարտքը 98 միլիոն դոլար պարտքի դիմաց 5 ձեռնարկություններ Հրազդանի ջերմաէլեկտրակայանը, Մարս գործարանը, Երևանի նյութաբանության, Երևանի մաթեմատիկական մեքենաների, Երևանի կառավարման ավտոմատացված համակարգերի գիտահետազոտական ինստիտուտները տրվեցին Ռուսաստանի Դաշնությանը։ 20 տարի շարունակ Նիկոլն ու դեղին մամուլի այլ կերպարները այս առիթով տարածել են թեզեր, թե սաղ տվին ռսին, մեր հզորությունները, էլ եսի մինչերը տվին։ Ինչ էին ու ինչ են դարձել այդ կառույցները, ինչ շահեց երկիրը, քաղաքացին, պետական բյուջեն, այդ կողմ չեն էլ նայել։ Անձամբ մարդկանց եմ տեսել, որոնց գլուխները մտել էր, թե ձեռնարկությունները Քոչյանը Հայաստանից արտահանել է Ռուսաստան։ Իրականում այն ժամանակ, երբ բազմաթիվ գործարաններ թալանվել էին, որպես մետաղի ջարդոն տարվել Պարսկաստան, այս գործարքով 5 ձեռնարկություն փրկվեց կործանումից ու նաև այդ առիթով ներգրավվեց խոշոր ներդրում։ Երկրորդ նախագահի օրոք պարտքը մարվեց շուրջ 100 միլիոն դոլարի, բայց մյուս կողմից էլ 100 միլիոնավոր դոլարների ներդրում արվեց։ Այդ ներդրումները հենց մշտապես երազած օտարերկրյա ներդրումներն են։ Դրանք այդ ամենի արդյունքում դարձան խոշոր հարկատուներ, բազմաթիվ աշխատատեղեր ստեղծվեցին, պետական բյուջեում խոշոր հարկատուների ցանկ մտան, բացվեց ազատ տնտեսական գոտի, որի տարածքում արտադրություններ հիմնվեցին։ Ռոբերտ Քոչարյանն ասում է, դրանք ոչ մի հզորություն էլ իրենցից այդ ժամանակ առնվազն չեն ներկայացրել։ Ավելին, ուղղակի փողի տեղ ոչ ենք տվել այդ տարածքները։ Հետևել ենք, պայմանավորվել ենք, որ ծառայեն այն նպատակին, ինչի համար ստեղծված են։ Այդ որ ասում են օտարերկրյա ներդրում, հայրենակիցներ, այ հենց էսա ներդրումը։ Հիմա այս զարգացած շրջանում ներդրողները գլուխներն առած փախչում են, բայց այն ժամանակ քայքայված տնտեսության մեջ ներդրում են կատարել խոշոր։ Բայց Քոչարյանը ամեն ինչ տվեց ռուսներին թեման
Քոչարյանն ինքը ավելի է բացում ու տեսնում ես, թե ինչպես է պետությունը, կառավարությունը հավասարաչափ աշխատել տարբեր երկրների կառավարությունների հետ, ներդրումներ ներգրավել, ինչից այս իշխանությունը զուրկ է։ Ի տարբերություն սրանց, որ մի պետության հետ շփվում են մյուսի հետ հարաբերությունների խզման հաշվին, երկրորդ նախագահի օրոք Ամերիկայի էլ, Ռուսաստանի էլ, Իրանի էլ, Եվրամիության հետ էլ եղել են նորմալ հարաբերություններ, բիզնես կապեր։ Ռոբերտ Քոչարյանը հիշում է Քաջարյանի պղնձամոլիբդենային կոմբինատի վաճառքը գերմանական ընկերության։ Չեք լսել, չէ՞ որ ասեն հանքը ծախին գերմանացիքին։ Եկավ ներդրում արեց, դարձավ ամենախոշոր հարկատուներից մեկը ու այսօր, եթե Սյունիքի մարզում համեմատաբար բարձր աշխատավարձ է, հենց այդ հանքերի շնորհիվ է։ Օդանավականը կառավարման հանձնվեց արգենտինացի հայ գործարարին։ Միջազգային լավ օդանավական է, ներկայանալի, իսկ մինչ այդ անձամբ եմ հիշում, ինչ խղճուկ պատկեր էր մնացել երբեմնի խորհրդային պետության ամենից հրաշալի ճարտարապետական նմուշներից մեկից։ Կարող եք ասել մի արտասահմանյան ներդրող, որի հետ գնացել պայմանավորվել են սրանք, որ գա քարուքանդ եղած գործարան վերցնի ներդրումանի։ Երկրորդ նախագահի օրոք իտալացիներին, ամերիկացիներին վաճառվել են հյուրանոցներ, որոնք հիմա Հայաստանի լավագույն հյուրանոցներից են։ Այդ դրսի ներդրողը բերում է բիզնեսի կառավարման նոր մշակույթ, այլ բիզնեսներին փոխանցում։ Կոնյակի գործարանը օրինակ, որ ասում են ծախեցին ֆրանսիացիներին։ Կոնյակի գործարանը այսօր ոլորտում ամենահայտնին է, բավականին արդյունավետ կառավարում է, գյուղացիների հետ պայմանագրերով, առանց պարտքի աշխատելու մեխանիզմը սկսեց, ես չեմ տեսել խաղողի մթերման գումարները չտա ու բողոքի ցույցեր լինեն։ Ինչը տեղի է ունեցել մի շարք այլ գործարանների պարագայում։ Ֆրանսիացիներին վաճառելու շնորհիվ նաև կոնյակ բառը չենք փոխում բրենդիով։ Երկրորդ նախագահն ասում է, ուղղակի չէինք ծախում, նրանք էլ առնեին բիզնես դնեին կամ չդնեին, ամեն գնորդի առաջ պայման էր դրվում ու ամեն վաճառքից առաջ մանրակրկիտ որոշվում էր, թե որ մեկը ավելի լավ կկառավարի, ավելի մեծ ներդրում կանի։ Ու նման լիքը ներդրումային ճյուղեր տրվել են, վաճառվել են օտարերկրացիներին ու դրանք դարձել են խոշոր բիզնեսներ, դարձել են մեծ հարկեր, դարձել են աշխատատեղեր, բերել են երկնիշ տնտեսական աճ։ Ինչ են ասում սրանք։ Ասում են աշխատատեղերի ռեկորդ է, աննախադեպ աճ է, բայց գործազրկությունն էլ է աճում։ Աղքատությունը մի քանի տարի չնահանջեց, տեսան չի լինում, մեթոդաբանություն փոխեցին ու հիմա քիչ են ցույց տալիս։ Այն ժամանակ տնտեսական աճը ազդում էր մարդկանց վրա ու դա իրական էր, որովհետև բացվում էին գործարաններ, աշխատատեղեր, ռեալ աշխատում էին մարդիկ։ Հիմա ցույց տուր 8 տարվա մեջ 3 հատ խոշոր դրսի ներդրում, որ սրանք բերել են ու որտեղ աշխատում է մի 300 մարդ։ Սրանք ներդրում բերելու փոխարեն ասում էին, մինչև Ղարաբաղը չտանք, ներդրում չի գա, մինչև այսինչը չնստի, ներդրում չի գա, մինչև ընտրությունները չլինեն, չի գա, ներդրում չի գա, մինչև ՍԴ կազմը չփոխվի։ Ու այդպես ամեն կիսամյակ գլորում անցնում գնում էին։ Քոչարյանն ասում է, ոչ մի ձախողված գործարք չունեմ։ Սրանց մոտ լրիվ հակառակն է, հաջող գործարք չենք հիշում։ Իրանցի ներդրողը պետք է ավտոների գործարան բացեր, չբացեց։ Եսին որտեղի ներդրողը պետք է տեխնիկայի գործարան բացեր։ Լենտը կտրելուց հետո փակեցին։ Ռուսաստանից ներդրողը պետք է Ալավերդու պղնձաձուլարանը բացեր, վերաբացեր։ Եսիմով թեղուտը բացեր։ Սաղ ձախողել են։ Օդից կախված մնացել է կամ ընդհանրապես չկա, չի եղել։ Ֆեյք ներդրումներ, ֆեյք գործարաններ, աչուձախ։ Իսկ իրականն այն է, որ բիզնեսին փայ են մտնում լավագույն դեպքում, իսկ վատագույն դեպքում խլում են։ Քպական օլիգարխներ են ի հայտ գալիս, ինչ նոր բան սարքում են, հետևից մի քպականի երկու ականջները ցցված են։ Իրենց համար կարևորը իրենց սեփական բիզնեսն ու բարեկեցությունն է, դրա համար էլ ժողովրդի բարեկեցության համար հեղափոխություն արած նախարարն ասում է $200,000 ինչ է, որ այդ գնանոց տուն չունենամ։ Չի ասում ժողովուրդը չունենա, ասում է ես չունենամ։ Բա լավ գիտի, որ ժողովուրդը ոչինչ էլ չունի ու քանի իրենք են չի էլ ունենալու։ Սրանք եթե ներդրում բերել են, ապա իրենց անձնականի համար,
իսկ ժողովրդի վրա բերած ներդրումը ադրբեջանական զորքերն են։ Երկրի համար ներդրում արել եք, այո, Սև լճի մոտ, Ջերմուկի մոտ, Վարդենիսի մոտ, Կիրանցի մոտ, Շուրնուխի մոտ, Սոտքի մոտ, ամբողջ Արցախում ամենուր ներդրել եք թուրքերի։ Դա է ձեր ներդրումը։ Կարճ ասած, նայեք բազմաթիվ բիզնեսների խլումը, նայեք բիզնեսների տապալումը, ֆլայարնա, անիվ եւ այլն, նայեք թե ինչպես են գործարարներին տուգանում 100 միլիոնավոր դրամներով, կալանքի տանում ու կհասկանաք, թե ինչու մեր երկրից ներդրողները փախչում են։ Այս խլոցիների վրա ներդրողը գա որ ինչ անի։ Դրա համար էլ չկարողանալով ապահովել, սրանք փնովում են այն ժամանակները, երբ ռեալ ունեցել ենք ներդրում, աճ, զարգացում, ու երբ խոսում ես գործարարների հետ, որոնք բիզնես են արել թե այն ժամանակ, թե հիմա, նշում են, որ բիզնեսի համար լավագույն տարիները եղել են երկրորդ նախագահի ժամանակները եւ հույս են հայտնում, որ այդ ժամանակները կվերադառնան։